Անչափահասների մասնակցությամբ հերթական արյունոտ պատմությունն է ցնցել Հայաստանը։ Մի հատ հիմար գաղափարի հիմար, կորավ կյանքը բրծավ։ Քանաքեռում դեռահասների վեճն ավարտվել է 16-ամյա տղայի սպանությամբ։ Ողբերգությունը ջրաքալույցի գիշերն է եղել, ապրիլի լույս 20-ին։ Միքայելյան հիվանդանոցից հայլուրին հայտնեցին, որ տղային հիվանդանոց են բերել կլինիկական մահվան վիճակում։ Բժիշկները վիրահատել են նրան, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Անչափահասը այնքան էմոցիոնալ է, առանց մտածելու հանում խփում ու չի նայում։ Հումա խփում, խիա խփում, բայց հետո դառնում է սաղ կյանքը պարտական։ Իր այդ մի օրվա էմոցիայի համար։ Մարդու տունն է քանդվում, իր տունն է քանդվում։ Բա ցավ է, որպես հարևան սաղս էլ ցավում ենք։ Երկու բառ խոսում ես, հուզվում ես, բա էդի մեր բալեկն են։ Հարևանների խոսքով դանակահարությամբ ավարտված վեճի պատճառը եղել է սոցցանցում գրված ինչ-որ մեկնաբանություն։ Ասում են 16-ամյա պատանին գնացել է հաշիվ պարզելու հարևան փողոցում ապրող հասակակից տղայից, թե ինչու է մեկնաբանություն թողել իր ընկերուհու նկարի տակ։ 16 տարեկան երեխեն ով էլ տեսե հետ են թվեր ինչ էին սիրած պահում։ Հմիզ աչքա համար կռիվ են անում իրարին սպան։ Վիճաբանությանը մասնակցած մյուս երկու տղաները 16 եւ 19 տարեկան եղբայրներ են։ Ենթադրաբար նրանցից մեկն է սպանության կասկածանքով ձերբակալվածը, սակայն քննչական կոմիտեն կասկածյալի անուն չի բացահայտում։ Հայտնում է միայն, որ կա մեկ ձերբակալված։ Վենդետայից խուսափելու համար ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել եղբայրների տան մոտ։ Ագրեսիվությունն է տիրել երկիրը։ Իրար ներողամտություն չկա, միլիցայից չեն վախենում, օրենքը գոյություն չունի, օրենքից չեն վախենում, իմ ու հասածը հաշվի տակ չեն դնում, բայց էս պետք լինի, համ թուրքը կերավ, համ էլ հային ավտում։ Քանաքերցիներն ասում են, անչափահասների շրջանում աճող բռնությունները, անհեթեթ պատճառներով սպանությունները համատարած ամենաթողության հետևանք են։ Քանի դեպք եղավ, 17 տարեկան, 15 տարեկան, 20 տարեկան։ Վերջը այդ իր ծնողի սրտից է չէ այդ։ Մի հատ հասարակ բանի համար, մի հատ նայելու համար կարան մարդ սպանել։ Չէ որ դա հոգի է, հավ չի որ մորթես ու պրծնես։ Վաղը դու այդ արյան համար պիտի պատասխան տաս Աստծուց առաջ։ Վերջին մեկ ամսում սա երիտասարդների երրորդ մահացու դանակահարությունն է, որ հանրային մեծ հնչեղություն է ստանում։ Մայիսի 18-ին Սպիտակում 17-ամյա տղա էր սպանվել ինչ-որ մեկի ընկերուհուն նայելու համար։ Մարտի 29-ին Չարենցավանում 21-ամյա երիտասարդ էր դանակի հարվածով զրկվել կյանքից, ինչ-որ մեկին ապե ասելու համար։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։